Turkmenistan. Բաքվում Հայաստանի Հանրապետության հիմն է հնչել։ Մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունում հայազգի մարզիկ Ջանեզ Նազարյանը դարձել է ոսկե մեդալակիր։ Սկզբում ադրբեջանցիները սուլել ու բղավել են լսելով հայ մարզիկի անունը, բայց հետո ստիպված են եղել լսել մեր ազգային օրհներգը։ Եզրափակչում Նազարյանի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Ասլան Զույևն էր, ում հայ ըմբիշը հաղթել է 4-3 հաշվով ու դարձել մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն։ Չի ուզել, չի շնորհավորել։ ԿՊ վարչության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի փակագծերն է բացել ու նշել, որ առնվազն մի քանի հարցի շուրջ ձեռք է բերվել ընդհանուր ըմբռնում։ Փաշինյանը ընդգծել է, որ Պուտինի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի Հանրապետությունն ունի լեգիտիմ իրավունք իր համար այլընտրանքներ ձևակերպելու եւ ձևավորելու համար։ Ռուսաստանի նախագահին ասի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհը եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով, մանավանդ հիմա, երբ որ ժողովուրդն է Հայաստանի Հանրապետության քվեարկել է դրա օգտին, եւ մենք ես ինչպես նախընտրական շրջանում ասել եմ, չեմ պատկերացնում, որ մենք մեր քաղաքականությունների արդյունքում հայտնվենք մի իրադրության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունը այլընտրանքներ չունի։ Հայաստանի Հանրապետությունը միշտ եւ բոլոր հարցերում պետք է ունենա այլընտրանքներ եւ այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է։ Անդրադառնալով արտահանման սահմանափակումներին Փաշինյանը շեշտել է, որ խնդիրը ոչ թե միայն Հայաստանինն է, այլ ամբողջ Եվրասիական տնտեսական միությանը, քանի որ փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կատվածահար է եւ չի աշխատում։ Նա զգուշացրել է, որ եթե հարցը արագ չլուծվի, դա կարող է դառնալ ԵԱՏՄ-ի վերջին սկիզբը։ ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի դեմ ռազմական գործողությունները։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հաղորդմամբ նախորդին իրանական ուժերը բալիստիկ հրթիռներով անակնկալ հարձակում են փորձել իրականացնել Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ուժերի դեմ, շեշտելով, որ իրանական բոլոր հրթիռները վնասազերծվել են։ Իրանական Ֆարս լրատվական գործակալության փոխանցմամբ Քեշմ կղզու բնակելի շենքերից մեկին ամերիկյան հարվածը 3 մարդու կյանք է խլել, այդ թվում 1 երեխայի, ևս 2 երեխա հոսպիտալացվել է։ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի արևմտյան Ադրբեջան նահանգին, արկի ընկնելու տեղում բնակելի շենքեր եւ այլ կառույցներ չեն եղել։ Սոհերի մասին դեռևս տեղեկություն չկա։ Սրան զուգահեռ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տեսանյութ է հրապարակել եւ հայտնել Հորդանանում ԱՄՆ ավիաբազայի եւ հրամանատարական կենտրոնի ուղղությամբ հարվածների մասին։ Ռուսաստանը գիշեր հրթիռներով ու անօդաչուներով հերթական զանգվածային հարվածներ հասցրել Ուկրաինային։ Նախնական տվյալներով զոհվել է 13 մարդ։ Մայրաքաղաք Կիևում զոհվել է 1, վիրավորվել 2 մարդ։ Մի քանի ոչ բնակելի շենքերում հրդեհներ են բռնկվել։ Ամենածանր հարվածներից մեկը հասցվել է Կրիվոյ Ռոգին։ Տեղական իշխանությունների տվյալներով ռուսական Իսկանդեր-M հրթիռը խոցել է բնակելի տուն։ Զոհվել է 6 մարդ, այդ թվում 5 եւ 12 տարեկան 2 աղջիկ։ 8 մարդ վիրավորվել է։ Փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները եւ իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել։ Այս հարձակման ֆոնին Լեհաստանը մարտական ինքնաթիռներ է օդ բարձրացրել։ Լեհաստանի զինված ուժերի հաղորդմամբ այդ քայլն արվել է երկրի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Նախորդին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր զանգվածային հարվածի։ Նա քաղաքացիներին հորդորել էր հետևել օդային տագնապի ազդանշաններին եւ պատսպարվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ զրուցել է ԱՄՆ պատերազմի նախագահ Փիթ Հեգզեթի հետ։ Նրա խոսքով ամերիկյան պաշտոնյան բարձր գնահատական է տվել Իսրայելի կարողություններին ու վճռականությանը։ Մենք նայում ենք աշխարհին եւ տեսնում ենք երկրներ, որոնք ունեն կամք կռվելու Միացյալ Նահանգների հետ, բայց չունեն այդ կարողությունը։ Եվ կան երկրներ, որոնք ունեն այդ կարողությունը, բայց չունեն այդ կամքը։ Միայն Իսրայելում ենք տեսնում եւ կամքը, եւ կարողությունը, մեջբերել է Նեթանյահուն Հեգզեթի խոսքերը։